Այսօր պատրաստում ենք սուջուխով բաստուրմա, մենք ունենք մեր պատրաստած սուջուխը և նախապես պատրաստել ենք չամանը, որը որ պատրաստում ենք բաստուրմայի համար, նույն չամանն է, ոչ մի բան չի փոխվել։ Մենք հիմա սուջուխը կթելենք և կտեղադրենք չամանի մեջ 3 օր։ Հիմա առաջինը թելում ենք սուջուխը։ Ահա, սուջուխը։ Շատ լավ չորացրել ենք, ոնց որ մսերն ենք չորացնում, նույնն էլ սուջուխը։ Պատրաստելուց անպայման չորացրեք։ Հիմա տեղափոխում ենք չամանի մեջ։ 3 օր կթողենք չամանի մեջ կմնա, ամբողջ չամանը կվերցնի իր վրա, համերը բոլոր, հետո կթաթախենք միասին։ Սուջուխը 3 օր պահեցինք չամանի մեջ, հիմա հանում ենք։ Ահա չամանը շատ լավ պնդացել է։ Ահա սուջուխը լավ թուլացել է արդեն։ Հիմա հանում ենք և կախենք։ Ահա սուջուխը շատ սիրուն վերցրել է չամանը։ Սուջուխը 3 անգամ չամանով թաթախել ենք, ահա այսպիսի սիրուն տեսք է ստացվել, ամբողջական թաթախել ենք չամանով, հիմա կկտրենք։ Ահա, գեղեցկություն, շատ սիրուն է ստացվել։ Մեր պատրաստած սուջուխը ամբողջովին թաթախել ենք չամանով, հլը տեսքը։ Արտաքինից ինքը երևում է չեչոտ բաստուրման թաթախած, երբ որ բացում ենք սուջուխ։ Հիմա կտրատում ենք։ Շատ լավ ստացել ենք, չամանը շատ լավ պահել է վրան, սուջուխի, շատ լավ է։ Հիմա ես այսպես կտրվածքը ցույց կտամ։ Ես կեսնել այսպես, որ պատկերացնենք ինչի մասն է խոսքը։ Ինքը թաթախած է, հələ չամանի բարակությունը, կտորը, ինչքան սիրուն ստացվել է, իսկ այս մեկը եթե այսպես պահենք, չամանի բարակությունը ու ամբողջովին սուջուխը։ Ոնց որ միշտ ցույց եմ տալիս կտրելը, մեր ատամներն են, հələ ոնց է պոկվում։ Անգամ մենք պոկում ենք, չամանը վրայի, հələ նայեք չի պոկվում, ինքը պինդ սենց ամուր պահել է վրան չամանը, հələ այսպես պետք է քաշենք, նոր պոկվում է։ Դուք էլ պատրաստեք այս ձևով, անպայման ձեզ մոտ կստացվի։